Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրականում նույն իրավիճակը այն ինչ որ եղավ Արցախում լինելու է ոչ միայն Սյունիքում ու սահմանամերձ մյուս շրջաններում, լինելու է նաև Երևանում։ Երբ դու դեռ հաղթական էիր ձիու վրա իր այդ ժամանակ իրենք ըստ էության կապիտուլյացիայի չենթարկվեցին, չստորագրեցին կապիտուլյացիոն փաստաթուղթը ու հիմա պիտի իրենք քեզ այդ խաղաղության մասին խոսեն անգամ, սա իրականում զավեշտալի է, սա շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգություն իր մեջ չպարունակեր։ Սա երկար չի տևի։ Ես չգիտեմ դա կլինի ընտրություն, ես նույնիսկ ինչ-որ պահին փորձագետների այդ կարծիքը ինձ հավանական էր թվում, որ կարող է նաև արտահերթ ընտրությունների գնալ։ Ես գիտեմ, որ դժգոհություններ կան, ես գիտեմ, որ շատ անհամաձայնություններ կան, բայց մյուս կողմից էլ պետք է նաև հասկանալ, որ այն մարդիկ, ովքեր արդարացրել են այդ նախադասությունը, որ նույն արդյունքը կլիներ առանց զոհերի, այդ մարդիկ ամեն դեպքում պիտի հասկանան ինչի համար պիտի գնան ուրիշ դաշտ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ հեռուստահաղորդավար, ես կասեի հեռուստաաստղ Լիլիթ Մելքոնյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերություն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Մելքոնյան, քանի որ մենք հատկապես վերջի տարիներին չենք կարող, խոսել արվեստից, գրականությունից եւ առհասարակ բոլոր այն ճյուղերից, որին մենք այսպես փորձել ենք տարիներ շարունակ վերհանել այն խութերը, որոնք կային, բայց այսօր մենք կանգնած ենք մի շատ աղետալի իրականության առաջ, որ մեր ամենօրյա ռեժիմն է խոսել սրա մասին, խոսել թե ինչու մենք հայտնվեցինք այս իրավիճակում, հատկապես Արցախը հանձնելուց հետո, եւ այսօր մենք կանգնած ենք Հայաստանը կորցնելու շեմին։ Բայց այս ամեն ինչին զուգահեռ ես տեսնում եմ, որ իշխանությունները հենց խաղաղության անվան տակ փորձում են մոլորեցնել ժողովրդին, որ այլևս խաղաղությունը պատերազմ չի լինելու, եւ մարդիկ այդ չեմ ուզում այդ վատ բառը ասեմ, բայց կուտը ուտելով գնալու են նորից Նիկոլին ձայն են տալու եւ Նիկոլը այդ իր զրահապատ այդ մուրճը, որ տենց խաղացնում է, մարդիկ չեն հասկանում գուցե, ինչա լինելու վերջում այդ մուրճը ում գլխին է հայտնվելու։ Ես համաձայն եմ, որ հիմա դժվար է որևէ բանի մասին խոսել, հիմա նույնիսկ այն դեպքերում, երբ մենք խոսում ենք գրականության, արվեստի մի ճյուղի, կրթության, նույնիսկ կրթության մասին շատ դեպքերում, երբ խոսում են, մի տեսակ հակասության մեջ կարծես լինի իրականության հետ։ Խաղաղություն բառը անընդհատ օգտագործելով բնականաբար խաղաղությունը չի գալիս, այդպես չի եղել պատմության որևէ ժամանակում։ Մեզ մոտ ամեն ինչ աննախադեպերի չէ, ինչ որ մի ժամանակահատված մենք թևակողեցինք 2018-ից, եւ եթե կարելի է հիմա պատկերացնել, որ ինչ որ մի պահ, երբ դու վերջնականապես ծնկած վիճակում ես, կարող է քեզ հետ քո թշնամին հաշվի նստել եւ այն ժամանակ, երբ դու դեռ հաղթական էիր ձիու վրա, այդ ժամանակ իրենք ըստ էության կապիտուլյացիայի չենթարկվեցին, չստորագրեցին կապիտուլյացիոն փաստաթուղթը ու հիմա պիտի իրենք քեզ հետ խաղաղության մասին խոսեն անգամ, սա իրականում զավեշտալի է, սա շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգություն իր մեջ չպարունակեր։ Այո, մենք մասնագետներն այդ մասին տարիներ առաջ են խոսել, որ մենք քայլ առ քայլ գնում ենք կործանման։ Եվ սրանք ուղղակի բառեր չեն, սա թուրքական ծրագիրն է, շատ վաղուց եղած 100-ամյա ծրագիր, որի մասին շատ պրոֆեսիոնալները խոսում են։ Այդ ծրագիրն է, որը նույնիսկ ոչ մասնագետի համար կարող է տեսանելի լինել, հաշվի առնելով այն գրականությունը, որով որ մենք դաստիարակվել ենք։ Հայաստանը համարվել է անիծյալ սեփ, հենց այդ ձևակերպմամբ թուրքական աշխարհի համար, եւ հիմա 2018-ից սկսած հազարավոր զոհերի գնով, Արցախի գնով ըստ էության գալիս են թուրքական ծրագիրն իրականանում է, այդ սեպը հանվում է։ Բայց ես շնորհակալ եմ, որ դուք այդ շեշտադրումը արեցիք, նաև որ մարդկանց թվում է, թե
ոչինչ, դրանից հետո իրենք կարող են ապրել։ Իրականում նույն իրավիճակը, այն ինչ որ եղավ Արցախում, լինելու է ոչ միայն Սյունիքում ու սահմանամերձ մյուս շրջաններում, լինելու է նաև Երևանում։ Եթե մենք դրա դրսևորումները կարող է տարբեր լինել, որովհետև թուրքական դիվանագիտությունը այսպես շատ միատարր չի եւ այնտեղ ազգային անվտանգության մարմինները ժողովրդի հետ այնքան ներդաշնակ են, դա կարող է լինել շատ տարբեր քրեական միջավայրը ակտիվացնելու այս ճանապարհով։ Մի խոսքով մի բան ակնհայտ է, խաղաղություն չի լինելու։ Եվ մենք տեսնում ենք սպանությունները տեղի ունենում։ Սպանությունները տեսնում այնպես չի լինում։ Այո, դրան հաջորդելու է հիմա արդեն մենք վախենալու ենք մեր երեխաներին թողնենք տնից դուրս։ Յուրաքանչյուր մարտով նույնիսկ առնչություն չունի, հա, քաղաքական որևէ ուղղության հետ, միևնույնն է, այս բոլորի տուն գալու է։ Գյուղատնտեսությունը, եթե վերցնենք գյուղատնտեսությունը, անասնապահությունը զրոյանալու է, մի խոսքով շատ վաղուց քաղաքական գործիչներից մեկը այդպիսի մի արտահայտություն էր արել, որ Հայաստանը 1 միլիոն բնակչության համար է, հիմա ինձ թվում է, որ գալիս են այդ ժամանակները, որովհետև բոլոր նրանք, ովքեր հնարավորություն կունենան, այսպիսի այս փառապանց խաղաղության հաստատումից հետո պիտի լքեն Հայաստանը։ Լավ, մենք ինչպես փորձենք այս հասարակությանը, որը ես միշտ օրինակ եմ բերում սրբազաններին, երբ որ հոտը միշտ կանգնած էր, հա, եւ պատարակներին, եւ բոլոր տարբեր եկեղեցական միջոցառումներին, բայց օրինակ Բագրատ սրբազանին մենք հիշում ենք, հա, երբ որ քայլելով եկավ Երևան եւ ինչքան շատ մարդ միացավ այդ շարժմանը եւ դատավարության ժամանակ ես չեմ տեսնում այն մարդկանց, ովքեր որ այդ օրերին կանգնած էին սրբազանի կողքին։ Այսօր այդ մարդը նեղության մեջ է։ Մենք այսօր այդ նեղության մեջ լինելով պետք է համախմբվենք, բայց տեսնում ենք, որ սրբազաններին ձերբակալում են, որևէ արձագանք չկա։ Եվ այդ ամեն ինչը դառնում է մեր համար արդեն սովորական տալիս ենք, լուրը տալիս ենք, անցնում ենք հաջորդ լուրին, ես այսպես եմ անում, զո, հաջորդ զո իր հետևից տանող մյուս զոհերին։ Եվ այս իրականության մեջ մենք հիմա պատրաստվում ենք ինչ-որ 2026 թվականի ընտրություններ, կարծես մեր համար դա չեղավ 21-ի ընտրությունները եւ Նիկոլի համար ինչ տարբերություն, հա, թիվը կգրեմ։ Ես եմ կազմակերպելու այդ ընտրությունները։ Արդյոք մենք այս ոտաբոբիկ վիճակում կարող ենք հաղթել։ Հատկապես մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը այդպես չի, հա, որ միասնական են։ Այո, ցավոք ամենասարսափելին ընդդիմադիր հենց դաշտում եղած այդ ոչ միայն որ միասնականությունը չկա, սա երևի նորմալ է, կարող են տարբեր հայացքներ ունենալ, բայց ցավոք այդ փոխհրաձգություններն են, որ ուղղակի իրականում անհնար էր հետևել, որովհետև լրիվ կարծես թիկունքը դատարկ է զգում։ Չէ՞ որ մենք ի վերջո այն մարդիկ, ովքեր Արցախը հայկական են համարում, A-ին եւ N համարում, ովքեր Հայաստանը, ովքեր համարում են, որ իրենք ցեղասպանության սերունդ են, ես ինքս իմ արմատները մուշից են ու ես ինձ համարում եմ հենց մուշից արմատներով, այս մարդիկ ընդդիմության ազգային ուժերի վրա պիտի հենվեն։ Այս դեպքում, եթե այդ փոխհրաձգությունը տեսնում ես, ում վրա ենք մենք հենվում, սա երևի ամենասարսափելին էր, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ իրավիճակը, այսինքն այս պահին լինելով, դեպի առաջ նայելու հնարավորությունը պիտի դիտարկենք, հաշվի առնելով իշխանությունների այսպես շատ բուռն արձագանքը Գյումրիի նախադեպին, ինձ թվում է, որ գուցե ընդդիմադիր ուժերը, քաղաքական գործիչները, ես չգիտեմ, բայց այս տարբերակն են դիտարկում։ Ամեն դեպքում Հայաստանից ինչ մնացել է, դա պիտի հնարավոր լինի փրկել, որովհետև շատ կարճ, ես նույնիսկ չգիտեմ ինչև 26 թվականի այդ ընտրությունները, ինչ որ բան կմնա, թե ոչ։ Եթե մնա էլ, ուրեմն արտաքին աշխարհաքաղաքական ինչ որ փոփոխությունների հարմար իրավիճակի սպասելու ճանապարհով կարծում եմ, բայց պիտի մի բան հստակ ընկալեն բոլորը, որ սա
մեզանից յուրաքանչյուրին է վերաբերում։ Այո։ Այս խնդիրը որևէ մեկից հեռու չի, նույնիսկ եթե քաղաքական որևէ խմբին չի աջակցում կամ համակիր չի։ Սա բոլորիս վերաբերող խնդիր է, եթե մենք ուզում ենք այս երկրի վրա ապրել ու մեր երեխաների ապագան կապում ենք հենց այս հողի հետ։ Ինչ վերաբերում է սրբազան պայքարի մայիսին շատ ոգևորող էր, բայց ես կարծում եմ, որ երևի հոգեբանները այս մասին շատ են խոսել, մեր հասարակությունը շատ նաև ապատիկ տրամադրության մեջ է, պիտի յուրաքանչյուր, այսինքն պիտի էլիտան հավաքի, ինչ-որ նախաձեռնողականություն պիտի լինի, հույս ունենալ, որ մարդիկ անձնական իրենց մասնակցությամբ կարող են շատ մեծ բան փոխել, ինքնակազմակերպվել, կարծում եմ, որ մանավանդ հիմա, երբ որևէ պատճառ պետք չի ինչ-որ մեկին ազատությունից զրկելու համար։ Այո, այո։ Խոսքը բանտված է եւ հիմա նոր դուք շատ լավ գիտեք, որ նոր գեղագիտական հայեցակարգ եւ այլն, այսինքն սրան պիտի շարունակի ազատ խոսքի, պիտի հաջորդի գրքերը պիտի այրեն հրապարակներում, այս ամեն ինչը մենք դեռ տեսնելու ենք։ Մեզ թվում էր, որ մենք չէինք տեսնի, բայց մենք երբեք չէինք էլ պատկերացնի, որ կտեսնենք անկախ Հայաստանում սրբազաններին, արքեպիսկոպոսներին, այսպես մեղադրյալ, ամբաստանյալ բառերով կոչել, սա էլ էր մեզ համար ընդամենը ամիսներ առաջ ինչ-որ երևակայական մի բան։ Ուղղակի ինձ թվում է, որ համախմբման համար կարծրացած կա այդ դժգոհությունը, բայց պիտի կարողանալ ստեղծել այդ միջավայրը, որտեղ մարդը կհասկանա, որ իր անձնական ներդրումն ու մասնակցությունը իսկապես իրավիճակ պիտի փոխի։ Բայց մենք տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ եղել են փողոցային պայքարներ Տիկին Մելքոնյան եւ իսկապես, հա, անկեղծ լինենք, չի ստացվել, չենք հաջողել փողոցային պայքարով հասնել Հայաստան ազատագրելուն։ Հիմա արդեն անվստահության գործընթաց է գնում ազգային ժողովում, ինչ է կարծում, այս իրավիճակում հնարավոր է հիմա անհեթեթ բան կարող է ասեմ, բայց ԿՊԱ-ականներից լինեն մարդիկ, որոնք այո կստորագրեն այդ փաստաթղթի տակ Նիկոլին անվստահություն հայտնելու։ Ինչ եմ ես դա ասում, որովհետև չեմ ուզում ասել օթից լուրեր են գալիս հասնում մեզ, բայց իրականում ներսից ովքեր որ այդ մարդկանց հետ շփվում են, դժգոհությունները բավականին մեծ է իրանց ներսում, հա, այդ դժգոհությունները կան, իրենք հասկանում են, որ 26-ին չեն լինելու ցուցակներում, ԿՊԱ-ական ցուցակում եւ իրենց դժգոհությունները միշտ արտահայտում են եւ մենք լսում ենք, մենք գիտենք, որ իրենք այնպես չի, որ հաշտ են, հա, Նիկոլի հետ են հաշտ։ Այո։ Բայց կարելի է չէ՞ մարդկանց փորձել վերել այս դաշտ։ Կարծում եմ, որ որոշ ժամանակ առաջ ավելի գուցե հնարավոր էր ինչ-որ մարդկանց բերել այս դաշտ, բայց հիմա այդքան իրական չեմ համարում, որովհետև ես գիտեմ, որ դժգոհություններ կան, ես գիտեմ, որ շատ անհամաձայնություններ կան, բայց մյուս կողմից էլ պետք է նաև հասկանալ, որ այն մարդիկ, ովքեր արդարացրել են այդ նախադասությունը, որ նույն արդյունքը կլիներ առանց զոհերի։ Այդ մարդիկ ամեն դեպքում պիտի հասկանան ինչի համար պիտի գնան ուրիշ դաշտ, կամ այդ ապաշխարության ճանապարհով պիտի անցնեն, կամ պիտի ունենան շահագրգռվածություն, սա հստակ է։ Ու այս դեպքում երբ որ մենք տեսնում ենք մեր սրբազաններն են կալանքի տակ, երբ որ տեսնում ենք Սամվել Կարապետյանն է կալանքի տակ, արդեն այդ անզորության զգացումը լինում է, չէ՞, երբ որ Ռուբեն Վարդանյանի մասին մենք այսօր գրեթե մամուլում նույնիսկ շատ հատուկենտ ինչ որ անդրադարձներ են լինում, մտածում են, չէ՞, որ ինչ կարող են անել իրենք եւ արդյոք իրենց ինչ որ մեկը թիկունք կկանգնի, բայց իրավիճակը այսպես չի մնա, որովհետեւ պատմության ընթացքում դեռ այսպիսի դեպքեր չեն եղել։ Լինելու է մի պահ, երբ այն վերջին հնարավորությունն են ունենալու, որովհետեւ այդ արտահայտությունը շատ են անում, բոլորին չի փրկելու այս իշխանությունը կամ իր արևմտյան, հա, տերերը բոլորին չեն փրկելու։ Իսկ ինչը լինելու իշխանությունից հետո ի վերջո այդտեղ շատ մարդիկ հիմնականում երիտասարդներ են, որոնք դեռ պիտի ապրեն,
աշխարհի որևէ անկյունում, ծրագրեր ունեն, չէ։ Ու իրանք շատ լավ գիտեն, շատ լավ գիտեն, որ դրանից հետո, այո։ Նիկոլը իրենց չի փրկելու, որովհետև Նիկոլը նույնիսկ երբ որ այդ ամենավտանգավոր եւ ծայրահեղ ծանր վիճակում լինի, երբ որ արդեն պիտի թողի գնա, իսկ նույնիսկ իրան հետաքրքիր չի լինելու իր ընտանիքը։ Այսինքն մարդ, որը մենակ իր կաշին է փրկելու եւ այլ չեմ ասում են մարդկանց ում որ ինքը օգտագործում է եւ օգտագործելու է, այդ մարդկանց վրա ինքը ընդհանրապես ուշադրություն չի դարձնելու, առավել եւս երբ որ արդեն իշխանություն չի լինելու։ Այո, այդ մարդիկ պիտի դրա մասին մտածեն, որտեղ իրանք ավելի մոտ են, չէ՞, այդ մարդուն եւ գիտեն թե այնտեղ ինչ խոշտանգումների են ենթարկվում։ Այո, իրականում ավելի մոտ են գիտեն, բայց մյուս կողմից էլ ինչքան այսպես երկարում է այս ընթացքը, իրենց ընտրություն անելու, քայլ անելու հնարավորությունը իրենց կողմից նաև ավելի փոքրանում է։ Իրենք հասկանում են, որ գուցե ինչ որ պահի պիտի անեին այդ հետ քայլը, բայց պետք է հաշվի առնել, որ նաև այդ հայտնի պատմությունը չէ Պինոչետի, որ ասում է, ուզում է գնալ տեսնել ինչպես են իրեն վերաբերում, դահլիճում նստած են բոլորը, հա, այդ ծափահարում են հենց իր անունը տալիս են եւ այլն, ու ինքը մտածում է, որ շատ մեծ հեղինակություն ունի, կողքին ասում է, որ այո, լավ կլինի դու ծափահարես, ոչ մեկի ուշքն էլ չի գնում իր համար։ Հիմա այդ վիճակում են, սա երկար չի տևի։ Ես չգիտեմ, դա կլինի ընտրություն, ես նույնիսկ ինչ որ պահին փորձագետների այդ կարծիքը ինձ հավանական էր թվում, որ կարող է նաև արտահերթ ընտրությունների գնալ, քանի որ արտահերթ ընտրությունների ժամանակ ավելի կարծում եմ, որ մեծ կլինի հավանականությունը իրենց ինչ որ ձևով վերընտրվելու։ Հաշվի առնելով, որ ընդդիմադիր դաշտը չնայած այսպես ակտիվանում է, բայց շատ դանդաղ դասական ընտրությունների տեմպերով։ Եվ հիմա դիմացը ունենք վաղաշաբաթի ընտրությունները եւ գիտենք, որ հայրենիք կուսակցությունը առաջադրել է մեր պոետին Խաչիկ Մանուկյանին։ Գիտեք, երբ որ այս ամեն ինչի մեջ մենք կանք եւ տեսնում ենք Գյումրու դեպքերը, հա, դուք նշեցիք, եւ հիմա տեսնում ենք Վարդան Ղուկասյանին ինչ ճնշումների են ենթարկում խոսքի համար։ Վանաձորի դեպքը ունենք, երբ որ ընդդիմադիր ընտրվեց եւ միանգամից Մամիկոն Ասլանյանին ձերբակալեցին տարիներով։ Մենք տեսանք սպանություն ընդդիմադիր համայնքապետի վերջերս։ Այսինքն այնպես չի, որ համայնքներում մենակ իրենք են, հա, որ իրանք շատ այդ վախը զգում են եւ փորձում են թիրախը միանգամից վերացնել դաշտից։ Հիմա տեսնենք այս իրավիճակում նույնիսկ վաղաշաբաթում ինչ կլինի եւ գիտենք հակառակորդը ով է, մի ազգանուն Մեխակյան, որը գիտենք, որ իր հայրը հերոսական գործ է արել, բայց այս մարդը նույնիսկ ուրանում է իր հորը։ Հիմա այս իրավիճակում, երբ որ ուրացողների եւ շատ քայքայման վիճակներում ենք հիմա, ասում եմ քաղցկեղը երբ որ սկսում է ամբողջ մարմինն է, հա, տարածվում։ Հիմա այդ տարածման մեջ ենք, բայց կարծում եք, որ համայնքներում այն հաջողությունները, որը պետք է ունենա ընդդիմությունը, կհաջողի 26-ի ընտրություններին, թե ոչ։ Կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրականում պետք է պայքարել, որովհետև եթե այս օղակը զիջել իշխանությունների համար շատ ավելի հեշտ պիտի լինի նաև ընտրակեղծիքների գնալը։ Չհաստատված ու չհերկված նաև կամ կիսով չափ հերկված լուրերը հենց կեղծ անձնագրերի այդ մեծ խմբականակի հայտ գալու հետ կապված, բացի դրանից համայնքները տեղական ինքնակառավարման այս ոլորտը սա շատ հետաքրքիր է, ուղիղ կապ է բնակիչների հետ եւ նաեւ իրենց շատ հարցերի պատասխան ի վերջո ստանում են հենց այս մարմինների միջոցով։ Սրան զուգահեռ կոնկրետ Վաղարշաբաթ համայնքի մասին եթե խոսենք, շատ կարևոր է, որ այստեղ հատկապես Սուրբ Էջմիածնի, հա, վրա այս հարցակման ֆոնին շատ կարևոր է այստեղ մասնակցել ընտրություններին։
ակտիվ եւ կարծում եմ, որ իրականում մի քիչ ավելի դժվար իրավիճակ է, որովհետեւ փաստորեն մեխակավանը մեր Արցախի, հա, հայտնի մեխակավանը այսօր հանձնածների տեխնացուն հենց Մեխակյանի որդին է։ Տարօրինակ է իրականում, ցավալի մի բան կա այս ամենի մեջ, տխուր մի բան կա, բայց կարծում եմ, որ ընտրությունը պիտի անեն Վաղարշապատ համայնքի բնակիչները, ինչ վերաբերում է հայրենի կուսակցությունը արդեն իր տեխնացուի մասին հայտարարել է, դա մեր ժամանակի հզորագույն պոետներից մեկն է, իրականում հզորագույն պոետ Խաչիկ Մանուկյանը, ով շատ նախ եւ առաջ ես որպես մտավորական պոետ ասելով հասկանում եմ առաջին հերթին իր կայուն արմատ սկզբունքային տեսակ ունեցող մարդուն Խաչիկ Մանուկյանը բոլոր ժամանակներում է իր խոսքը ասել շատ դիպուկ, շատ հստակ, բացի նրանից, որ շատ հզոր ու գեղեցիկ որպես բանաստեղծ, բայց նաև առանց այդ քծնանքի, ինչը որ հնարավոր է ասել է, որ հնարավոր է, ինչը ոչ անմիջապես ասել է, որ ոչ, յուրաքանչյուր մարդու համար փորձել ամեն ինչ անել, գրականության մեջ այս ասպարեզում, որտեղ այսքան կային ներքին խարդավանքներ, ինքը միշտ կարողացել է իր բարձրության վրա մնալ, սրանք մարդկային գծեր են, որոնք շատ կարևոր են, հա, համայնքային շահը ճիշտ ներկայացնելու համար, հասկանալ, որտեղ ինչ-որ բան շատ կարևոր է, իսկ մյուս տեղում կարելի է դա հետաձգել եւ այլն։ Ինձ թվում է ընտրությունը իհարկե Վաղարշապատ համայնքի բնակիչներինն է, բայց ես եթե այդ համայնքի բնակիչ լինեի, ես միանշանակ շատ մեծ ոգևորությամբ իմ ձայնը կտայի Խաչիկ Մանուկյանին։ Հատկապես հոգևոր կենտրոնում եւ հոգևոր հատկապես հոգևոր կենտրոնում մենք պիտի այդ հնարավորությունը ունենանք հոգևոր պահելու։ Իսկ այսօր սա հենց սա է վտանգված։ Եվ Տիկին Մելքոնյան վերջում Նիկոլը նախորդ օրը, հա, էլի փորձեց 3 նախագահներին թիրախավորել եւ բանավեճի էր կանչում։ Ես իհարկե հասկանում եմ նախագահների այդ բարձրությունից չիջնելը, որովհետեւ ում հետ են գնում բանավեճի, բայց ինքը ինչ որ է դա սարքում է թաշկինակ եւ ծածանում է, որ այդ մարդիկ այնքան վախեցած են, այնքան այդ երրորդ հանրապետությունը ոչնչացրել են, հա, հիմա ինքը 4-րդ հանրապետությունն է, այդ բառը միշտ եթերային է, բայց սարքում իրական Հայաստան, որը այն ինչ որ ունենք, այսօր դա է մեր իրական Հայաստանը, մոռանալով մեր պատմականը եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ գնան այդ մարդիկ բանավիճեն, երբ որ կոնկրետ, հա, Լևոն Տեր-Պետրոսյանը կոնկրետ ասել էր այն փաստաթղթերը, որոնք կան դիր սեղանի, եւ դա կլինի մեր բանավեճի ավարտը, չի լինելու սկիզբ, որովհետեւ այդ փաստաթղթերը, եթե դու հայտարարում ես, որ Արցախը վաղուց հանձնել էին նախկինները եւ այլն, այդ փաստաթղթը դնում ես եւ վերջանում է բոլոր։ Բայց ինքը լավ գիտի, որ այդ փաստաթղթը երբեք չի հայտնվելու սեղանին։ Ըստ էության կարծում եմ, որ սա շատ պրիմիտիվ, հա, մանիպուլյացիոն քայլ է հրավիրել բանավեճի, ինչի շուրջ հրավիրել։ Եթե ինչ որ մի բան կար ընդհանուր քննարկելու, դա պիտի լիներ մինչև այն պահը, երբ պատերազմի ժամանակ նախ պիտի լիներ այդ ընդհանուր քննարկումը, պատերազմից առաջ կարող էր լինել, թե ինչ նաև ինչ փուլի են հասել բանակցությունները, ինչ իրավիճակ է։ Մենք ամեն ինչ մեր աչքի առաջ է եղել ու հիմա այսպես հրավիրել բանավեճի, ես կարծում եմ, որ ես չէի էլ սպասում, որ որևէ մեկը պիտի արձագանքեր, ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահները, հաշվի առնելով, որ այսօր երկիրը ներկայացնում է եւ ամբողջ այդ փաստաթղթերը այլևս, քանի որ չկա Արցախը կարող են հրապարակվել, հենց իշխանությունները այդ հնարավորությունը ունեն, հրապարակեք, եթե Սերժ Սարգսյանը հանձնել է, հրապարակեք, եթե Ռոբերտ Քոչարյանն էր հանձնել, հրապարակեք, ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանը անընդհատ այդ մասին խոսում է, եթե հանձնել էր։
հիմա այսպես դրա վրա ավելի այդ օրակարգը դիվիդենդներ հա, այս օրակարգը ուղղակի կարծում եմ, որ պիտի ընդդիմադիր առհասարակ դաշտը ու մամուլը հատկապես լրիվ անտեսի, որովհետև որևէ մտածող մարդ չի կարող մտածել, ենթադրել, որ ամեն ինչ տրված էր Ալիևին, ուղղակի Ալիևը ժամանակ չուներ գալ Արցախի ետևից, հա, մոտավորապես այս տրամաբանությունն է։ Եվ երկրորդ ամենասարսափելին, նույնիսկ եթե այդ ամեն ինչը այդպես էր, ինչի էինք մենք 2020-ին Սարդարապատի ճակատամարտի կոչ լսում, ինչու էին մեր երեխաներին տանում այնտեղ եւ նշում հետո էլ, որ առանց զոհերի էլ այս նույն արդյունքը պիտի լիներ։ Ինչի համար էր պետք մեկ սերունդ զոհել։ Եթե ամեն ինչ արդեն որոշված էր, եթե տրված էր առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահների կողմից։ Ինձ թվում է, որ ժամանակն է մի պահ կանգ առնել, լսել, հասկանալ ի վերջո ինչ են ասում իշխանությունները, երկար բառեր ասելուց իմաստը ավելի չի այսպես կարծրանում կամ կարևոր դառնում։ Լավ խոսել կարող է, մեկը շատ լավ խոսի, մյուսը կարող է շատ լավ այսպես ճարտար լեզու չունենա, բայց դա չի նշանակում, որ լավ խոսողը չի կարող դավաճան լինել, լավ խոսողը չի կարող երկիրը հանձնել, լավ խոսողը չի կարող լինել ի վերջո վատ բանակցող։ Բայց այդ սուտը Տիկին Մելքոնյան կարծես արմատավորված է, երբ որ դա արդեն արտանետում է այդ մարդը, հա, ստերի այդ փունջը, կարծես մեր հասարակության մեջ դա ընկալվում է նորմալ, այդ ականջահաճոյա, չէ, երբ որ ասում ես պատերազմ այլևս չի լինելու, իսկ մարդիկ տեսան մեր աչքի առաջ երեխեքը գնացին, հանուն ոչնչի, հա, զոհվեցին եւ հիմա կարծում եմ եւ իրենք անդադար շեշտում են, չէ, այն մայրերը, ովքեր որ երեխա ունեն եւ դուք մեր խաղաղությունը, որը մենք բերել ենք, այդ չարաշահողները, ովքեր որ ասում են դա խաղաղություն չի, մենք չենք ներելու ձեզ, որովհետև դուք պատերազմ եք ուզում։ Եվ այդ ԿՊԱ-ական մի հասմիկ, չգիտեմ, ինչյան կա, որ անդադ բոլոր եթերներում լինում է եւ հատկապես Պետրոսի հյուրն է լինում։ Նախորդ օրը հենց դրա մասին էր խոսում, որ մենք խաղաղություն ենք բերել եւ որևէ մեկը չհամարցակվի, հա, հակառակը պնդելու, որովհետեւ մենք դրան հասել ենք բավականին երկար տարիներ։ Այդ երկար տարիները այդպես է չհասկացանք որն է, որովհետեւ իրանք ինչ հիմա խոսում են, ասում են դա է իրական Հայաստանը։ Նաեւ մարդկանց աչքը վախեցնելու պահ կա, այո, իրականում կա։ Զգացմունքների հետ են խաղում։ Իրականում կա, որովհետեւ մենք դեռ շատ ժամանակ չի անցել, հետո ինչ որ ոչ սքո օրեր ենք նշում, ոչ մենք հարգանքի տուրք ենք մատուցում, ոչ այսպես համապետական այդ զգացողությունը կա, որ այսօր մեր հայրենիքի պաշտպանների, մեր հերոսների անձնազոհության օրն է, նահատակության, անմահության օրն է, չկան, այդ ամեն ինչը հանել են, բայց միևնույնն է, երկար ժամանակ չի անցել, բոլորի մոտ թարմ է, հա, այդ զգացողությունները, պատերազմի ժամանակ, այդ զոհերի թիվը, այդ ամեն օր սպասվող լուրերը, որոնք ճիշտ է հաղթելու ենք այսպիսի փաթեթավորմամբ էին, բայց 21-րդ դարն է շատ արագ այդ ինֆորմացիան տեղ էր հասնում։ Իհարկե որևէ մեկը չի կարող երբևէ մտածել, որ որևէ հայ մարդ, առավել ևս հայ կին, հայ մայր, հայր կարող է ուզենա ինչ-որ ժամանակ նույն բանը կրկնվել, բայց նախ եւ առաջ որևէ մեկը ապահովագրված չէ, որովհետեւ արևմտյան Ադրբեջան կոչված եզրույթը նույն իրական Հայաստանն է։ Մենք ասում ենք իրական Հայաստան, իրենք ասում են արևմտյան Ադրբեջան, մենք չենք ասում մի րոպե, ոնց, ինչ արևմտյան Ադրբեջան։ Հիմա եթե ես այստեղ նստած եմ, վաղը գան ասեմ, բայ ես այսքան տարի ասել եմ արևմտյան Ադրբեջան, ինչի ես դու այստեղ նստած, ուրեմն դու վտանգավոր ես եւ պետք է ահաբեկիչ ես, քեզ պետք է գերեվարենք ու կրակենք, ես պիտի զարմանամ, չէ, բայց ի վերջո մենք այս անորոշության մեջ ենք, անորոշության մեջ խաղաղության հասնել հնարավոր չէ։ Պատերազմի վտանգը կա, գուցե իշխանությունների համար, այսինքն այսպես անընդհատ զիջելով մինչև ինչ որ պահ կարելի է հետաձգել, բայց այս դեպքում ավելի
սարսափելի բան է լինելու, որովհետև մենք այլևս չենք ունենալու բանակ։ Մեր ընտրությունը շատ ներողություն պարոն Հայրապետյան, ես վատ երևի ձևակերպում պիտի տամ ամենաանցանկալին ինձ համար նախ որպես մայր առաջին հերթին, բայց մեր ընտրությունը պատերազմի ու ցեղասպանության միջև է։ Մենք ընտրում ենք ցեղասպանությունը, դա չի նշանակում, որ ցեղասպանությունը, ասենք, առանց պատերազմի ցեղասպանությունը ինչ որ այլ արդյունք է ենթադրում։ Դրա անունը խաղաղություն դնել դժվար է։ Շնորհակալ եմ զրույցի համար եւ հուսանք, որ մինչև ընտրությունները կփորձենք ազատագրել Հայաստանը, որովհետև այսօր իսկապես ազատագրման կարիք ունի Հայաստանը։ Ես եմ շնորհակալ, այո, իրականում այդ կարիքը ունի, որովհետև անկախություն բառը խաղաղություն բառի հետ զուգահեռ անընդհատ ասում ենք, բայց վաղուց ասված այս ճշմարտությանը պետք է ի վերջո անընդհատ հիշենք, որ անկախությունը երբեք չի իջնում ուրացիկորեն բացված ափին, այն միշտ իջնում է բռունցքված բազուկին։ Շատ շնորհակալ եմ։ Հատկապես երբ հիշեցի, որ Ալիևը անընդհատ Զանգեզուրի միջանցք է հայտնում, հա, եւ իրեն բոլոր բառամթերքում օգտագործում, բայց այստեղ Նիկոլը բոլորին սաստում է, թե Զանգեզուրի միջանցք եզրույթը մի օգտագործեք։ Բայց դե ասում է թշնամու առաջ կուրկուրի ձակ ներսում հաղթական, ինչպես քաչնազարները փորձում է իր սեփական ժողովրդի հախից գալ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։